Հայր եղբայրաջան գնացինք, շարունակենք, ուրեմն առաջ որ այս դասի, 5-րդ դասի բացատրական քարոզի պատրաստման այդ գործընթացի ակնարկի վրայով խոսանք, ուրեմն մի քիչ շարունակենք խոսալ ինչ որ արդեն անեինք մեր նախորդող դասի ընթացքում եւ որ ասում ենք որ հաջորդական քարոզությունը անպայման բացատրական քարոզ չէ, ինչու, որովհետև բացատրական քարոզ լինելու համար, նույնիսկ եթե համար անում ես, բացատրական քարոզ լինելու համար այդ համար այդ գործընթացով, հետևյալ երկու բաները պետք է նկատի առնվի։ Քարոզիչը ամեն բանի առաջ պետք է քարոզի մայր գետը մեջտեղ բերե տեքստից, սա առաջինը։ Եվ երկրորդ, պետք է որ քարոզը մնա կենտրոնացած այդ մայր գետի վրա, բոլոր քարոզի ընթացքում, ինչու որովհետև դու կարաս քարոզի մայր գետը գտնել տեքստից, այդ հատվածից, այդ միավորից, բացատրական միավորից, որ նրանով դու քարոզում ես, բայց կարաս վրիբիլ, շեղիլ, այդ մայր գետից, քարոզի մայր գետից, թեզիսից, այդ առաջարկից, ուրեմն որբեսի բացատրական քարոզ լինի, պետք է որ տեքստի մայր գետը գտնենք, այդ առաջարկը առնենք, իբր մեր քարոզի առաջարկ եւ մնանք նրա հետ մեր քարոզի գդրվածքով, չվրիբինք նրանից։ Զորօրինակ, հիմա եթե Հռոմայացիների 3 նայենք, Հռոմայացիների 3 գլխի մեջ, Հռոմայացիների 3-ը, ուրեմն այնտեղը առաջին մանավանդ 23 համարները, այնտեղը եթե մեկը զորօրինակ խոսելու լիներ Սուրբ Գրքի անսխալականության մասին կամ Սուրբ Գրքի ներշնչման մասին, արդար պիտի չլինի, որովհետև այդ հատվածը մեղքի մասին կխոսա։ Մարդկության մեղքի մասին կխոսա, ինչպես մարդը Աստծո առջև մեղավոր է եւ նրա համար է որ հետո առաքյալը գասի 3:23-ում որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից։ 10:12 գասե չկա արդար ոչ մեկը, ողջամիտ մեկը չկա մեկը որ Աստծոն փնտրի, բոլորը խոդորել են միասին անբետ դարձել, բարություն ընող չկա, այսինքն Աստծո դիտանկյունից մեկն անգամ չկա։ Ուրեմն մեղքի մասին կխոսա այդ հատվածը։ Հիմա մեկը կարա ասել, հա բայց երկրորդ համարում Աստծո պատգամներու մասին կարդում ենք, ուրեմն Սուրբ Գրքի մասին կխոսա, Սուրբ Գրքի իշխանությանը, անսխալականությանը, նրա ներշնչմանը, բայց այս թեմաները այնտեղ չեն։ Բարսաբես հարևանցի Սուրբ Գրքի պատգամների մասին կխոսա, բայց հատվածի գլխավոր թեման մեղքի վրայով է։ Ուրեմն մեր քարոզի մայր գետը պետք է վերցված լինի տեքստի մայր գետից թեմայից, որ է այս պարակային մեղքի մասին։ Ուրիշ օրինակներ, հիշում եք մի քիչ խոսած էինք Ղուկաս 10-ի վրայով, Ղուկաս 10-ում այդ Փարիս համարացված արագը շատերը այդ սխալը կանեն, որ 30 համարից քարոզում են մինչև 37 համարը։ Հիսուս ասաց. մի մարդ Երուսաղեմից Երիքո վերիչնում եւ ավազակներից ցերկն ընկավ եւ այլն։ Հիմա երբ կասե Հիսուս ասաց, հիմա պետք է մենք նկատի ունենանք, թե Հիսուս ումի ասաց, չէ՞։ Ումի ասաց։ Հիմա նոր ռադիանի մեջը կասե Հիսուս ասաց։ Okay, ումին ասաց։ Ռադիանի մեջ ավելի հստակ է, Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց։ Ուրեմն այդ ասածը մեկում ասաց։ Նրա արջևը լսարան կա եւ առադյանի մեջ պատասխանեց, ուրեմն ուրիշի հարցի առնչությամբ Հիսուս պատասխանեց։ Ինչու կասեմ սա, որովհետեւ եթե այդ համատեքստը, որ 25 համարից սկսում է, 25 համարից կասե, եւ ահա մեկ օրինական վերգացավ, նրան փորձում էր ասելով, վարտաբեդ ինչ գործեմ, որ ավետանան կյանքը ժառանգեմ։ Եվ ասեց Տերը, չէ, սիրեք ու Աստծուդ եւ սիրեք ու ընկերին։ Նա էլ ասեց, ու պատասխանեցիր 28 համարում, այդ արա եւ կապրես
Իսկ նա որովհետև գամենում էր իրանց արտարացնել, Հիսուսին ասեց իմ ընկերը ով է։ Ով է ընկերս։ Եվ նրա համար է, որ Հիսուս պատասխանեց, ասեց մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով, ավազակներու ցերկը ընկավ վայր։ Սովորաբար քարոզիչներ այս հատվածը քարոզում են 30 ամառից մինչև 37-ը։ Եվ ասում են պետք է դշնամին ալ նույնիսկ ինչ անենք, լավություն անենք, բարի գործ անենք, լավություն անենք, սիրենք։ Բայց խնդիրը այն է, որ սա քարոզի մարգեդը չէ, ինչու տեքստից վերցված չէ, շիդակցվով։ Տեքստը գխոսա ինչ անել ավետարան կյանք ժառանգելու մասին։ Սա է տեքստի մարգեդը, նրա համահունչ պետք է լինի իմ քարոզի մարգեդը։ Ուրեմն իմ քարոզ պետք է ցեվագերբվի, քարոզի իմ առաջարկս, թեզիսս պետք է ավետարան կյանքի մասին ներառի։ Ոնց մեկը կարա ցուցաբերել որ ավետարան կյանք ունի, Աստված սիրելով, իր ընկերը սիրելով։ Եվ այդ արագը պատկերազարդում է, որ նրա մասին իհարկե պիտի խոսեցվի տեքստի մեջ, քարոզի մեջ։ Ուրեմն մեր բարի գործերու մասին չէ տեքստը, ապա փրկության մասին է։ Թեման իմ առաջարկին, իմ թեզիսին բարի գործերու մասին չէ, լավությունելու մասին չէ, փրկության մասին է, ավետարան կյանք ժառանգելու մասին է։ Ուրիշ օրինակը, զորնակ, Գործք առաքելոց 19, Գործք առաքելոց 19։ Եթե գնանք այնտեղ 19, 11 համարից նայենք, 11 համարից, մինչև 20 համարը։ Եվ Աստված կասե նշանավոր զորություններ էր անում Բողոսի ծերովը։ Մինչև որ նրա մարմինը վրայից տաշկինակներ եւ վարշամակներ դանում էին դնում հիվանդների վրա եւ ցավերը անում էին նորանցից եւ չար ոգիները դուրս էին գալիս։ Եվ թափառական հրյաներից ոմանք, որ երտնեցուցիչ էին, համարձակեցին Տեր Հիսուսին անունը գանչել չար ոգիներ ունեցողների վրա, ասելով. «Երթում ենք դալիս ցեզ այն Հիսուսով, որ Բողոս քարոզում է»։ Հրյակայնայբեդ Սկևայի 7 որդիներն էին, որ այս անում էին։ Չար ոգին պատասխանեց եւ ասեց. «Հիսուսին գիտեմ, Բողոսին ճանաչում եմ, բայց դուք ով եք»։ Եվ այն մարդը, որ նրանում չար ոգի կար, հարցակելով նրանց վրա բռնեց, նրանց ախտարեց, մինչև որ մերկ եւ խոցված այն դանիցը փախան։ Եվ այս հայտնի եղավ բոլոր հրյաներին եւ ույներին, որ Եփեսոսում բնակված էին, եւ ահանգավ նրանից ամենի վրա, եւ Տեր Հիսուսի անունը մեծանում էր։ Եվ ավադացյալներից շատերը գալիս էին, խոստովանում էին եւ իրենց գործերը պատմում էին։ Եվ գախարտության հետևողներից շատերը կրկերը բերում էին եւ ամենի առաջին այրում էին։ Եվ նրանց գինը համրեցին եւ կդան 50,000 եւ այսպես Տիրոջ խոսքը աճում էր եւ զորանում։ Հիմա ես եթե ցեզ հարցնեմ, այս հատվածի, այս միավորի 11-ից 20 ամառները մայր թեման ինչ է, որը մայր թեման պիտի որոշե քարոզի մարգեդը։ Ինչի մասին է։ Ջիս սխալոս է, գներես մխիտարեղ, ջիս սպասում է, որ մեկը տևերի մասին ասե։ Տևերի մասին չէ, գներես եղբայր, սիրում եմ քեզ, բայց հավատքի մասին չէ, Արմեն եղբայրս։ Աստծո զորության մասին է։ Ինչու տևերուն պիտի դանք, ինչ որ ազոպարքի համար ազոզորությունը ազոպարքի համար է։ Գենտրոնացումը տևերու վրա չէ։ Տևերը ոնց որ ինչպես Մարտին Լութերը ասե, սատանան ազո սատանան է։ Ազո սատանան է, ազո ցերկի դա կորձիկ է։ Իր պարկը, իր գամքը կատարելու համար։ Հիմա ինչու սա գասենք, որովհետև պատկերացեք 11 ամառից ինչ սկսանք։ Աստված նշանավոր զորություններ էր անում։ Okay? Սա անում էր, հիվանդները բժշկում էր, դևերը անում էր, չարվոկիները 13-ի մեջ կարդում ենք եւ 12-ի մեջ կարդում ենք։ Եվ հետո Սկևան գար, իբր օրինակ, ինչ պատահում էր, եւ գասե, ես գիտեմ գասե այդ թևը Հիսուսին, Բողոսին ճանաչում եմ, դուք ով եք։ Գենտրոնացումը նույնիսկ թևի Հիսուսի վրայով է եւ Բողոսի վրայով է, ոչ թե իրանցի վրայով է։ Եվ հետո նայեցեք ինչ կլինի։ Ինք իր նելիքը անել է յետքը գասե 17 ամառի ներքև Դեր Հիսուսի անունը մեծանում էր եւ ավադացիաների վրա ազդեցություն տալիս էր այս 18 ամառում, նույնիսկ ախարտ այդ բոլորը ինչ որ անում էին 20 ամառի մեջ կասե Տիրոջ խոսքը աճում էր եւ զորանում։ 11-ից մինչև 20-ը արդեն Ազո անունը Քրիստոսյան Ազո խոսքը
Ազո զորությունը, ազո նշանները, դիրոջ կարողությունը կենտրոնացում դիրոջ վրա է։ Եթե իմ կարոզս թևերի վրա լինի, ես ես արցնեմ։ Ինչպես պիտի կարոզը ցեվագերբեք ծեր կարոզի մայրկետը։ Հիմա եղբայրս չի հարցում, ամենք սա մեջն ենք, ամենք սա նույն սխալը գարան կնել, սա է գետը, սա է գետը։ Ամենքը սա գարանք նույն սխալ, ինչու որովհետև եղբայրը ժամանակ չունեցավ, մի ագնարգով ինքը պատասխան տվավ։ Ես ավելի մի քանի րոպե վերցրեցի, որ մի հատ ուսումնասիրեմ, նայեմ ինչ կասե այդ կարոզի, ասենք, միավորի կետը։ Դևերի ոչնչությունը, բայց ինչու չասենք ազո զորությունը։ Ես որ կենտրոնացումը առաքյալի ըրած կորձերի նկատմամբ եւ դևերի դևերի աշխատանքի միջոցով, առաքյալի աշխատանքի միջոցով, վրաշների միջոցով, ազո խոսքի կարծիքով, հավատացյալների դրսևորումով, այս բոլորի միջոցով Աստված բարավորվում է, ազո զորությունը ցուցաբերվում է։ Գարանք այդպես ասել, այո, լրացումները, որ վերջը դանում են մեզ ցույց տալիս, ազո զորությունը ոնց հայտնվում է։ Բողոսի ծառայությունով, թևերի ծառայությունով, հավատացյալների ծառայությունով եւ այլն, այդպիսով։ Գիտար, հիմա ուրիշ օրինակ, ասի կենտրոնացումը թևերի կորզունեության վրա չէր, հապա ազո կորզունեությունների վրա էր։ Ուրիշ օրինակ, երկու գոր զգուշ եղեք, էլի, աշուտ դիտմամ այդպեսի ընդրազեմ, որբեսի ցեր զուգակը գցեմ ասելով։ Մի քիչ հաջույք արեն, ոչ, ադի մեղ կլինի։ Եղբայրներ ջան, ամենքը սա նույն սխալը արած ենք եւ գնենք եւ թեր կարող ենք եւ թեր բիդինենք։ Նրա համար պետք է միշտ ստուգենք մեր հետազոտությունը։ 2 Կորինթացիների 11 16-ից մինչև 33 կարտամ։ 16-ից մինչև 33 կարտամ։ Բոս արքայ գասե դարձյալ ասում եմ, չլինի որ մեկն ինձ համար է, ինձ հիմար համար է։ Աբա թե ոչ, կորե հիմարի պես ընդունեք ինձ, որ ես էլ մի քիչ բարձենամ։ Ինչ որ խոսում եմ, ոչ թե դիրոջ կամքի համար եմ խոսում, այլ ինչպես ամդությամբ այս բարձանքի նյութին նկատմամբ։ Եվ որովհետև շատերը մարմնի գոմանի բարձենում են, ես էլ կբարձենամ։ Վազի օժարությամբ համբերում եք անմիտներին իմաստուն գոլով, որովհետև համբերում եք, եթե մեկը ցեզ ծառայեցնե, եթե մեկը ցեր բանն ուտե, եթե մեկը բան առնե, եթե մեկը կորոզանա, եթե մեկը ցեր երեսին զարգե, անարկանքի համար եմ ասում։ Իբր թե մենք տգար էինք, ինչ բանով որ մեկը համարցակ է բարձենալ, ամդությունով եմ ասում, ես էլ եմ համարցակում։ Եբրայեցի են, ես էլ, իսրայելացի են, ես էլ, Աբրամի զավակ են, ես էլ, Քրիստոսի բաշտոնյաներն են, հիմարությունով եմ ասում, թե ավելի եմ։ Մանավանդ աշխատանքներով, ձեձերով ավելի, բանդերի մեջ մանավանդ մահերով շատ անգամ, հրեայցը 5 անգամ 40-ից մեկը բագաս ձեզ ընդունեցի, 3 անգամ ցաղգով ձեզվեցա, 1 անգամ կարգոզվեցա, 3 անգամ նավագոց եղա, մի ցերեկ ու գիշեր անտունտ մնացի, շատ անգամ ճանապարհներում կետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, էտանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անաբադի մեջ վտանգներ, զովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, ճանկի մեջ եւ աշխատանքի մեջ, շատ անգամ արտնությունների մեջ, սովի եւ ծարավի մեջ, շատ անգամ ծոմի մեջ, ծրդի եւ մերգության մեջ, բացի արդակին նեղությունները ինձ վրա գիտվում է ամեն օր ամեն եկեցների հոգսը, ով կդգարանա եւ ես չեմ դգարանալ, ով կայտակեցնե եւ ես չեմ փորփոքվիլ, եթե բարձենալ պետք լինի իմ դգարությունով կբարձենամ, Աստված եւ մեր Տեր Քրիստոսի հայրը, որ ավիդյան օրտնալ է գիտե, որ սուտ չեմ ասում, Դամասկոս Արեդա Թակավորի ազգաբեդը Դամասկոսիների քաղաքումը բաբաններ էր դրել, որ ինձ բռնե եւ ես Պադուանիցը գտոցով գախվեցա բարսպիցը եւ բախա նրա ծերիցը։ Այս բոլորը ասել է եղբայրներ ջան, այս հատվածի, այս քարոզի միավորի ինչն է մայր կապարը տեքստի մի արմի զգուշ եք ինչ կասեք իրարակելության պաշտպանություն նեղություններ Պողոսի փորձությունը հավատը Մա դու սխալ ես ինքը շիդագ էր բոլոր իր նեղությունները կնկարագրե բայց ինչպես եղբայրը ասեց սա վավերացումը հաստատումը ապացուցումը Բողոս արաքյալի արաքելությունը եւ համատեքստը որ գարտանք այս հատվածի 15 համարները արդեն գաստադես է ինչու որովհետեւ ուրիշներ ալ գային ուրիշներին դուք մտիկ անում եք ականջ տնում եք
բայց Բոս Արաքել այս բոլորը գասե իր նեղությունները, իր հալածանքները, չարչարանքները որբեսի ցուցաբերե, որ ինք Տիրոջ Արաքյալը ասելով։ Ուրեմն դասակ եղբայրը ջան, զգուշ պետք է, որ մեկը գարա Բոս Արաքյալ չարչարանքներու մասին խոսալ։ Հակոբ եղբորս եւ Տիգրան եղբորս աշապատ ավելի հանձնարարական պետք է դամ։ Ավակ եղբորը շատ ավելի պետք է։ Ուրեմն եղբայրներ ջան, ուրեմն զգուշ պետք է լինենք, այո, երբ որ այդ բացադրական քարոզի միավորը մենք առանձնացրեցինք, ելի համատեքստը նայենք։ 4 կողմը նայենք, վերև, ներքև, ինչու որովհետև որոշ բաներ մեզ կարող են նրանք ցուցաբերել, թե ինչի մասին է։ Իհարկե, Բոս Արաքյալի առաքելության նրա Արթուր եղբայրս լրացուցիչները մեկը ինչ դեր, նրա հալածանքները, չարչարանքները, եկեղեցիների հոգսը, սրանք բոլորը յետ վերակրում են դեպի այդ տեքստի մարգեդին, որ պետք է լինի քարոզի մարգեդը այս բարակայում։ Ուրեմն շատ կարևոր է եղբայրներ ջան, որ եթե մենք բացադրական քարոզ, այդ շարունակական քարոզի այդ մոդեցումով անում ենք, պետք է որ շիդակ ծևով գոմնորոշվենք, թե ինչ է տեքստի մարգեդը, որբեսի մեր քարոզի առաջարկը, քարոզի, ասենք, մայր խորհուրդը, գետը համահունչ լինի տեքստի մարգեդին։ Հետո, եթե ոչ, մենք ուրիշ բան պիտի քարոզենք։ Բոսի նեղություններու մասին պիտի քարոզենք։ Նրա չարչարանքներու մասին, երբ պիտի խոսանք նրա առաքելության մասին։ Երբ պիտի խոսանք։ Հարևանցի պիտի խոսանք, չէ՞ թե կենտրոնացումը պետք է լինի։ Ապա շատ կարևոր է սա։ Հետո ուրիշ բան ասելով, որպես ամփոփեցնենք այս մասը շարունակական բացադրական քարոզության մասին, հիմա դիդարգական քարոզը, այսինքն քարոզը, որ դու դիդարգում ես ինչ կա տեքստի մեջ, սա չի նշանակում բացադրական քարոզ է։ Ինչ ասել է սա։ Հիմա երբ նայես տեքստիմը, բարձրապես տեքստի բաղադրիչները նշելով, սա չի նշանակում, որ սա քարոզի, բացադրական քարոզի գեդերը դեն։ Երբեմն այո, երբեմն ոչ, բայց նախ եւ առաջ պիտի գոմնորոշվես քարոզի մարգեդը ինչ է տեքստի մարգեդից, տեքստի տեզիսից, որբեսի կարաս հետո ասել, որ օքեյ, իմ լրացումներս սրանք են ըստ այս տեքստի մարգեդից։ Հիմա, օրինակ, երբ բարձրապես դիդարգական ծևով մոդիգանանք տեքստին, հիմա օրինակ կդամ, որբեսի քարոզի չագերդյալ գեդերը դուրս բերենք, քարոզի լրացումները դուրս բերենք, սա շատ անգամ մեզի ոնց որ այդ ձուղակը պիտի գցե շուտով պիտի մեզի այդ ձուղակը գցե, քան թե երբ մենք կենտրոնանք առաջին անգամ քարոզի մայր գեդը մեջ դեղ բերել, քարոզի մարգեդը անշուշտ տեքստի մարգեդից գալիս է։ Ինչու որտեվ բարձրապես մենք դիդարգում ենք տեքստը, այդ դիդարգման քարոզությունը պետք չանենք, եթե այդպեսով օգտագործեմ այս արտահայտությունը, որտեվ երբ տեքստին նայում ենք եւ որոշ կետեր տեսնում ենք, որոշ ճշմարտություններ տեսնում ենք, սա է ուրեմն քարոզի մարգեդերը։ Ոչ, ինչ պաստողնեցինք քարոզի այդ առաջարկը, մայր խորհուրդը, մարգեդը, ինչա ըստ տեքստի։ Հիմա օրինակ տալով, եթե գնանք Ազո խոսքի մեջ, օրինակ 1 Թեսաղոնիկեցիների 1:8-10, 1 Թեսաղոնիկեցիների 1:8-10։ Հիմա այս մասը առնենք իբր հիմա ասի քարոզչական միավոր չէ անպայման, բայց միան 3 համարարի որբեսի ցուցաբերենք ինչ ասել գուզենք։ Այսինքն դիդարգական քարոզություն չանենք եւ ասենք, որ սա բացադրական քարոզ է շարունակական։ Որովհետեւ ցեզանից սրճակվեցավ Տիրոջ խոսքը, ոչ միայն Մագեդոնիայի եւ Ակայայի մեջ, այլ եւ ամեն դեղ դուրս եկավ ցերավատքը առասված, այնպես որ պետք չէ մեզ մի բան խոսել, որովհետեւ հենց իրանք պատմում են մեր մասին, թե ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մոտ եւ ինչպես դուք դարձաք գուրկերից դեպի Աստված, որ ծառայեք կենթանի եւ ճշմարիտ Աստծուն եւ սպասեք նրա որդուն երկնքիցը, որին հարություն տվա մերելների միջից Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարգությունից։
Հիմա եթե այդ դիդարգական քարոզության մոդեցումով մոդենանք, որ սխալ մոդեցում է եւ ասենք, որ ես արդեն սա բացատրական քարոզ անում եմ, հավասի կեդերս, դիդարգական առումով նայեցեք, մեկը կարող է ինչ ասել, դիրոջ խոսքը, 8 համարից խոսում եմ, հետո մեկ ինչ կարա ասել, հավատ առասված, հետո ինչ տեսնում ենք, դիդարգում ենք, 9-րդ համա դարձը, գուրքերը, տեսնում ենք նրա որդուկալը երկնքից, տեսնում ենք ազոկալիկ պարգությունը, ուրեմն աբասիկ մեր գետերը կարոզի։ Սրա մասին է որ խոսում ենք։ Ինչ դիդարգում ես տեքստին, թե վաճորտական առումով ասեցինք։ Եվ ինչ լավ, ամեն մի գետի մեջ երկու բան կա, ամեն համարի մեջ երկու սենք գետեր կան, եւ խոսած նրանց վրայով։ Okay, եթե այդպես անես, ինչ բաց թողնեցիր։ Տեքստի մայր գետը, տեքստի մայր նպատակը ինչ է, ինչու առաքյալը աս բաներ ասում է։ Ձեզ հարցնեմ, ինչու։ Հիմա տեքստի մայր գետը ինչ է աստեղը։ Առաջ որ քարոզի մայր գետը մենք բնթենք ասենք, որ սա է առաջարկը, որ անում ենք։ Ինչպիսի կարանք այս երեք համարները ներկայացնել մի նախատասությունով, որպես մեր այս տեքստի մայր գետը, մի նախատասությունով։ Ինչի մասին է, տեքստը ինչի մասին է։ Ուրիշ։ Ինչի մասին։ Զորություն, արդյունք, հավատարմության, Բողոսի ծառայության արդյունքի մասին։ Բայց կենտրոնացումը ինչի մասին է։ Դիրոջ խոսքը միայն 8 համարի սկիզբն է։ Ձիրոջ խոսքը ասելով ավետարանը, այստեղ ավետարանն է, ուրգից գիտենք ավետարանի մասին խոսում է, հապա ոչ թե ընդհանրական ազոխոսքի մասին, որովհետև խոսում է, որ ավետարանի միջոցով է, որ նրանք դարձի եկան։ Այո, ուրիշ։ Սա 10-րդ համարի վերջին մասն է։ Չեն կարող ասել, որ այդ մասը բոլոր 8-9-10 համարները կներկայացնեն։ Պիտի գտնանք, պիտի տեսնենք այդ մայր քաղաքապարը, որ ինք գերիշխում է այս հատվածը, իբր միավոր ետեսեբենք։ Սա միան 8-10 ամբայմա միավոր չէ, բայց դիտմամբ ընդրեցի, որ կենտրոնանանք հետևյալ այս սենքտե աշխատանքին, որ է, ինչն է քարոզի մայր գետը, քարոզի թեզիսի մայր սենքտե առաջարկը, տեքստի մայր առաջարկից։ Տեքստը ինչի մասին խոսում է։ Okay, ուրեմն նրանց վրա է կենտրոնացումը, շիդագ է, ինչու որովհետև նրանց հավատքը ինչպես եղավ, դարձը ինչպես եղավ, նրանք ումի սպասում են եւ ինչ պիտի լինի նրանց Քրիստոսի կալուստով եւ ազոպարգությունից ազատելով։ Ուրեմն մեզ ինչ ցուցաբերում է այստեղը, որ ավետարանը բրգության ուղերձը զորություն ունի հավատքի բերելու, դարձի բերելու, բրգելու բարգությունից տիրոջը, նպաստելու, որ մեկը սպասե Քրիստոսի կալուստին եւ գուրքերից ազատվելու։ Ավետարանը կարա այս բոլորը անել։ Ավետարանի մասին է կենտրոնացումը, ինչպես ավետարանը կարողություն ունի հեղաշրջելու մարդկանց կյանքերը։ Ինչու որով եթե ոչ, ամեն այդ մյուս խորհուրդները, որ մենք նշեցինք դիդարգելով, անչափ թեմաներ են։ Ինչպես պիտի կարողանաս այդ ամեն անչափ թեմաները, որ առաքյալը եւ որ ինքը խոսում է նպատակ ունի։ Հիմա եւ որ մենք ասենք զորօրինակ Բոշի մասին, այդ բոշտի մասին, որ օրինակ արածենք։ Եթե ես ասեմ օրինակ գաղամփը, գարտոլը, միսը, այդ ասենք դարբեր պաղատրիչները, եւ ամը չասեմ ուրիշ։ Սրանց ուրեմն մեր կարոզը պանճարեղեններու մասին խոսիլ է այսօր, չէ՞։ Ոչ, բոշտի մասին է։ Բոշտն է, որ ինքը հիմնական քաղաքապարն է, ըստ իմ զրույցից, որ ես բոշտի մասին խոսում եմ եւ նրա պահատրիչների մասին խոսում եմ, բայց երբ ես ցես չեմ ասում, որ բոշտի մասին է, առաքյալը ինքը խոսում է այդպիսի ոսկով, որ ներկայացնում է, ինչու որովհետեւ արդեն համատեքստը, եթե 5-ից 7 գարտանք, տեսնում ենք, որ կասե մեր ավետարանը 5 համար ցեզ մոտ չեղավ միայն խոսքով, ազորությունով եւ ոգով սուրբով եւ շատ լիությունով եւ ավետարանի զորության մասին գխոսա։ Ինչպես կասե նեղության մեջ սուրբ ոգու ուրախությունով ընդունեցիք Տիրոջ խոսքը,
Դեր ավետարանի մասին խոսա, դիրոջ խոսքը 6-ում նույն բանն է, որ հիշված է 8-ում։ Ավետարանի մասին, ինչպես ավետարանը այդ զորություն ունի հեղաշրջելու մարդկանց կյանքերը։ Եվ նրա հիման վրա է, որ ինքը այդ բաղադրիչները դալիս է, որ ավետարանը զորություն ունի հավատ պատճառելու, ավետարանի միջով փրկվելու, դարձի գալու, թևերից, գուրկերից ազատելու, երկրորդ կալստի սպասելու, ազոպարգությունից ազատվելու։ Ավետարանը այս բոլոր անումը։ Ուրեմն այդ միավորող մայր խորհուրդը պետք է գտնենք ինչա ըստ տեքստի համաձայն, որովհետեւ չլինի, որ հետո մենք բաներ գասենք, այո, գրքերի մասին խոսեցանք, դարձի մասին խոսեցանք, երկրորդ կալուստի դիրոջ պարգուտենից ազատելու, նույնիսկ ավետարանի մասին խոսեցանք, հավատքի մասին, բոլորը լավ է, բայց մեկը բորշտի մասին չասեց օրինակ, որ այս բոլորը մենք խոսում ենք, այդ բաղադրիչները բորշտի մասին է, այդ բոլոր բաղադրիչները ավետարանի զորության մասին է, որ ավետարանը զորություն ունի կյանքեր հեղաշրջելու, կյանքեր փոխելու, սա է, որ պետք է նկատի ունենանք, նրա համար է, որ ասում էի, որ ուրեմն այդ մոդեցումը, որ դիդարգական, բացատրական քարոզ կամ դիդարգական քարոզ նույնիսկ, թող չի լինի, որ մենք պարզապես բաներ դիդարգեցինք, կոնցեպտներ կա, կարևոր քաղաքապարներ կա, մեջտեղ անեցինք, ուրեմն մենք նրանց մասին կխոսանք։ Հետո միացնող այդ գաբը ինչ է այս բոլորին։ Մայր խորհուրդը, տեզիսը, այդ առաջարկը, ինչ առաջարկում ես քուլասարանին, ըստ Ազո խոսքի տեքստին, որ պետք է լինի սա քո քարոզի մայր կետը կամ մայր խորհուրդը։ Եվ նրա լրացումներու մասին լանշուշտ հետո խոսանք։ Հարցեր եղբայրներ ջան, առաջ որ բացառական քարոզի պատրաստման վրայով սկսենք խոսել։ Եթե կան հարցեր։ Հիմա ավելի բիլի լավանա, ինչի որովհետև ավելի օրինակներ բի տեսնենք այսօր վաղը, դերդագավին օրինակներ ավելի ընդեղ չեմ դալի, նպատակով է սա։ Հիմա ավելի ուզում եմ, որ սահմանումները կամաց ավելի մեր մտքի մեջ դեղ գտնեն, որովհետեւ մեզի ավելի հեշտ լինի։ Հիմա բացատրական քարոզը գործընթաց է։ Պատրաստելը քարոզի գործընթաց է։ Okay, այդ գործընթացը ինչպես պետք է անենք։ Այո, եղբայրներ ջան, խնդրում եմ քարոզչական դպրոցի եղբայրները լավ մտիկ արեք, որովհետև ծեր վերջին հարցը հաջորդ եկող առաջադրանքի պիտի սրա վրայով լինի։ Ուղղակի սա է։ Եթե սա լավ հասկացանք, ծեր գոմից դուք պիտի ծևագերբեք ծեր բացատրական քարոզի այդ պատրաստելու մոդեցումը։ Հիմա ես իմ բանս պիտի դամ, ասենք ագնարգս պիտի դամ, ինչպես կմոդիկանամ, երբ որ ասենք պետք է սկսեմ տեքստի մեջ աշխատել, եւ հա, սա իմ արջևս չունեմ։ Ինչու որովհետեւ դարիներու ընթացքում երբ աշխատես, արդեն սովորական կլինի, դու գիտես արդեն ոնց պիտի սկսես, հաջորդ քայլը ինչա, երրորդ, չորրորդ եւ այլն։ Բայց մեզ համար էլի լավ է, որ սրա վրայով անցնենք եւ հետո պիտի ցես ներկայացնեմ այնտեղը ավելի համառոտ կերպով եւ կարակ նկարել կամ գրել եւ այլն։ Ուրեմն, թիմեք անշուշտ քայլերը, բացատրական քարոզի պատրաստման քայլերը։ Թիմեք, ինչպես սկսենք։ Ոնց սկսենք։ Աղոթքով սկսենք։ Ազո Սուրբ Օգու օգնությունը խնդրելով, եղբայրներ ջան, այո, Ազո խոսքը գենսական է, բայց մեր վստահությունը Ազո վրա աղոթքով Ազո օգին առաջնորդե մեզ, ադի շատ կարևոր է։ Եթե ասած եմ սրանից առաջ Charles Spurgeon այդ մգրդական եղբայրը ինք ուրեմն գասեցվի, որ 15 աստիճան ուներ, մինչև իր սեղանին բարձրանար, ինքը սեղանի միջոցով նստում էր եւ քարոզում էր, այդպես անում էր գասեն։ Հիմա ինքը շատ լավ դպավորիչ քարոզիչ եղած է։ Ինք ասե իր վկայությունն է, որ ամեն մի քայլ իր սովորությունն էր, երբ ինքը բարձրանում էր, կասեր Սուրբ Օգի օգնե ինձ։ Սուրբ Օգի օգնե ինձ։ Ինչու, որովհետև սա մգրդական քարոզիչ է, բայց մգրդականը կամ ոչ մգրդականը առանց Սուրբ Օգին 0 է։ Եթե սա, որ նրա մենք կասենք մգրդական քարոզիչների իշխանը, նրան այդպես կասենք, the prince of preachers։ Բայց ասма ծխելը չի թարգի, հա,
Այնատեն եղբայրս բաներ կար որ կանեին, այսօր ալ կան եղբայրներ կանեն արանք մայր։ Օրինակ սիգար կձխեն, սիգարետ կձխեն կամ ալկոհոլ կօգտագործեն։ Հիմա դա ուրիշ թեմա է։ Հա։ Արանք մինչև որ հիմա գիտենք օրինակ ոմանք կա որ այո, հիմա ադոնք ուրիշ թեմա են։ Ուրեմն թիվ 1 մենք աղոթենք Տիրոջ առաջնորդության համար իր օգու միջոցով։ Առաջ որ սկսենք ուսումնասիրել, սա բարձ է։ Թիվ 2 ինչ պետք է անենք հաջորդը։ Առաջ որ գարտանք, պետք է ինչը բացահայտենք։ Հա, որ նրա տեխնիկական տերմինը ինչ օգտագործենք այսօր, այդ ընդրված մասը ինչ կասենք նրա։ Բացատրական քարոզի միավորը։ Հիմա ինչ որ եղբայր ասեց, շիտակ է, բայց հա, որտեղից որտեղ, այո, որ հստակ պետք է լինի, որ շփոթում չլինի, ոնց որ մեկը մյուսին չխառնվի, մեկ բամությունը մյուս բամությունի եւ այլ, այդպես, որ հստակ սա գիտենք, որ միավոր է, ինքը ոնց որ առանձնացված միավոր է, մենք կարանք հիմա սրա վրա խոսալ։ Կոնտեքստ չէ։ Ինքը հատվածը, բայց իբր միավոր, որ ամեն ինչը հոն է։ Հիմա նրա կոնտեքստը մեջն է, ամիջականը, եւ նրա մոդական վերև կամ ներքև է, եւ նրա ավելի լայն պիտի ընթանանք։ Ադի ուրիշ բան։ Հա? Կարաս տեքստ ասել։ Հիմա ես միավոր կասեմ, որովհետեւ ինքը որովհետեւ միավոր է, այդ հատվածը կարաս ասել։ Կարաս տեքստը ասել։ Հա։ Հիմա ես այդ բառը օգտագործում եմ բացատրական քարոզի միավորը, ինչու որովհետեւ միավոր unit անգլերենով, միավոր է ինքը։ Հա։ Այդ մասը։ Հիմա անգետքը երրորդ քայլ։ Ինչ կանեմ, ինչ որ ասեցինք արդեն։ Հիմա որ ընդրեցիր տեքստը, գիտես ինչի մասին պիտի կարոզես, օքեյ։ Հաջորդը պետք է տեքստը կարտաս։ Երրորդ քայլում կարտաս։ Կարտա, ինչու որովհետև որքան կարտաս, եւ դարբեր թարգմանություններով կարտացեք։ Որբեսի այդ նրբությունները տեսնանք։ Երբ մեկը ասպես կասի, մյուսը քիչ տարբեր կասի, ինչու։ Կարող է որ մեծ խնդիր չէ, կարող է որ մեկնաբանական հարց ելնե։ Գրական, գերականական հարց է, շարայուսային հարց է այդտեղը։ Ուրեմն գարտացեք տեքստը դարբեր ասենք թե թարգմանություններով, կամ նույնիսկ մի քանի լեզուներ օգտագործելով։ Հիմա ճիշտ այստեղ է որ մենք մեր կարոշական դպրոցում եթե դար որ 4 օրվա անեինք մենք պիտի անեինք 2 դաս պիտի անեինք բլոկային դիագրամ կամ սխեմա ասված բանը որ այսօր մի քիչ կխոսամ նրա վրա եղբայր ջան բայց շատ չենք կարող կենտրոնանալ որ հիմա արդեն չունենք ժամանակը եւ նրա նպատակը ինչ է կտեսնեք հետո ճիշտ այս փուլում է որ երբ կարտալես հետքը գսկսիմ այդ բլոկային ասենք թե սխեման անել որբեսի այդ իմ տեքստի մայր խորհուրդները ենթախորհուրդներից զադեմ որովհետև այդ տեքստի մայր խորհուրդները իմ մայր լրացումներս են հիմա եղբայրներ ջան գիտեմ եթե չաշխատեք դժվար կլինի հիմա գույմա միայն նկատի արեք որ աղոթքով սկսակ Տիրոջ վստահելով թիվ 2 հատվածը միավորը ընտրեցիք 3 կարդում եք եւ գարտալու ադեն ինչ պետք է նշումներ առնեք դիդարգման նշումներ առնեք ինչ բաներ տեսնում եք տեքստի մեջ որովհետև ինչու այդ բաները որ տեսնում եք կարևոր բաները մեկնաբանության կարիք ունեն եւ քանի որ մեկնաբանության կարիք ունեն պետք է կիրառման կարիք ունեն նրա համար ասում ենք եղբայրներ ջան մեր այս հանձնարարականին որ արած էինք 20 ասենք դիդարգում 15 մեկնաբանություն 10 կիրառում 3-ն իրարու հետ կապ պետք է ունենան դիդարգումները մեկնաբանական հարցերի պետք է դանե մեկնաբանական հարցերը կիրառման պետք է դանե եթե միան ասենք Հիսուս ասեց դեսար տեքստի իմաստ չունի Հիսուս ասեց ինչ որ ասեց օքեյ մեկնաբանական հարց կա եւ գիրառման հարց կա դա գաբ ունեցող նա լավակույն ծևն է այդպես անելու ուրեմն երրորդ քայլում հա օրինակ այդ բլոկային սխեման ադիգակ աշխատիմ գարտալես յետքը ինչու է որքան որ գարտաս ավելի հստակ կլինի որ քարոզի այո հիմա պիտի կանք սրա մարգեդի ինչ է ըստ տեքստի սրան պիտի կանք հիմա ճիշտ հոս է որ երբ դիդարգում անում եմ համատեքստերին ուշադրություն անում եմ
պատմական համատեքստը, քրական համատեքստը, գերականական, աշխարհակրական, մշակութային, ինչու որովհետև սրանք կարող են որ վերջի նպաստեն իմ մեկնաբանությանը։ Ես չեմ ասում ամեն մի դար հավասարապես ամեն տեքստի մեջ ներկա է, այս 5 համատեքստներու նկատմամբ, բայց այնտեղ պիտի լինեն քիչով կամ շատով։ Պետք է նկատի առնենք սա։ Ինչու որովհետև պետք է նկատի առնես պատմական համատեքստը ինչ է։ Այն օրվա մշակույթը, սոցիալական կյանքը, աշխարհակրությունը, ինչպես մարդիկ ուսանում էին, ինչպես մարդիկ զվարճանում էին, հանգստանում էին, դարբեր բաներ։ Մինչև այնտեղ որ տեքստի հետ կապ ունի, եթե տեքստի հետ կապ չունի, մի քիչ համավաճառ լինեմ այնտեղ։ Հետո քրական համատեքստը ինչու կարևոր է։ Ինչ կարդում ես, Արակ կարդում ես, Սամոս կարդում ես, Մարգարեություն կարդում ես, Պատմություն կարդում ես, ինչ կարդում ես Սուրբ գրքի մեջ։ Ինչու որովհետև այդ դեսագի, որ ժանրա գասենք, այդ ժանրայի համաձայն որոշ մոդեցում կա մեկնաբանելու։ Եվ ամեն մի ժանրաները նրանց մոդեցում ունեն։ Մենք մի քիչ խոսած ենք սրանց վրա։ Սրանից 3 կոնֆերանս առաջ, մեր 3-րդ կոնֆերանսում։ Հետո պիտի նայես օրինակ քերականական հարցերը։ Բարերը, արդայությունները, շարահյուսական փոխկապակցությունները, ինչու համար գսե շնորհքով բրգված եք հավատի միջոցով եւ սա ցեզանից չէ։ Ինչ է գաբը շնորհքի, ցեզանիցի, հավատքի, գործերով չէի, ինչ է գաբը։ Չեն շնորհք, հավատք, գործեր, ցեզանից չէ, ինչ գաբ ունի։ Շարահյուսական գաբ կա։ Եվ նա պետք է հաստատես, որը մյուսից առաջ գալիս է, պիտի հաստատես։ Պիտի ասես, որ փրկությունը հավատքից առաջ գալիս է, զորօրինակ։ Կամ գործերը շնորհքից առաջ գալիս է։ Հստակ կան է, Եփեսացիս 2:8-ում, որ շնորհքը հավատքը գալիս է, առաջ որ գործերը գալիս են, որ դեր ինքը սահմանեց, ասել որ մենք քայլենք այդ գործերի մեջը 10-րդ համարում։ Այդ հերթականությունը կա, սա կարևոր է։ Հա։ Ամեն ինչ, այո։ Ամեն ինչ, այո։ Հակոբ եղբայրս, կալ շաբաթ էլի պիտի ասպանարու մասին խոսենք մեր դասարանում։ Ձեզ համար լավ է, ինչու որովհետև ամես մզուկատիպեցա, որ այս կոնֆերանսը ճիշտ կալ շաբթվա դասընթացի հետ կապ ունի եւ այս 5-րդ դասից մինչև 10-րդ դասը կալ շաբաթ նույն բաները պիտի այնտեղ տեսնեք, որովհետև մեր դասի մեջն է, դասակրկի մեջն է, նրանք են։ Սա երրորդ ասենք գեդի առնչությամբ, ուրեմն էլի ասելով աղոթե ազո կում վստահ թիվ 1 թիվ 2, ուրեմն բացա այդ է այս տեքստի բացատական քարոզի միավորը, այդ տեքստը, եւ երրորդ գարտա տեքստը դարբեր թարգմանություններով եւ նույնիսկ դարբեր լեզուներով եւ դիտարկումներ արա։ Դիտարկումներ։ Գարած սրանք զանազանել ալ երկու դարբեր գեդի տեն, կարևոր չէ։ Ես ասեմ միասին տրածեմ, ինչու որ տեքստը որ գարտում եմ արդեն դիտարկումներ անում եմ։ Դարբեր այս համատեքստերի համաձայն դիտարկումները կանես։ Հետո այստեղ ասես իմ սովորությունս է։ Հետո բավական արդեն ես նշումներ առնել ես յետքը գնում եմ ոնց որ այս փոքր մեկ հադորնոց ասենք բացատրական աստվածաշնչների, որ մենք ասենք study Bible, այդպեսի որ մի քիչ արագ կապար ունենա միթե իմ եզրանկումներս մեկնաբանական։ Հիմա դակավին լրիվ գադարյալ մեկնաբանություն չեմ անում, բարձրապես հարցեր տալիս եմ, բայց մտածում եմ միևնույն ադեն, որ նրանց մեկնաբանությունը ինչ է։ Սա իմ մոդեցում սա։ Հետո գնում եմ, որ որոշ ասենք 2-3 ասենք կրկերից կապար գազմես, որ այս ասենք մեկնաբանական գիրքը, սրանք գարջ մեկնաբանություններ են, սրանք լրիվ ադորներ չեն, որբեսի կապար գազմեմ, որ միթե իմ մտածածս այս եղբայրների, հավատարիմ եղբայրների համաձայն, նրա մեկնաբանությունների համաձայն, այս Սուրբ գրքի ուսումնասիրության գրքեր կան, չէ, study Bible-ներ կան, ունես Սուրբ գիրքը եւ դա ունես գարջ հագիջ մեկնաբանական նշումներ։ Այդպեսի բաներու մասին խոսում եմ։ Ես լրիվ կոմենտարիաներու մասին չեմ խոսում դակավին, որբեսի քահապար գազմեմ, որ միթե իմ ուղությունս լավ է, չէ թե ոչ պետք է էլի նկատի ունենամ, այստեղ բամը գա, որ ես չմտածեցի, ու զգուշ լինեմ այդպիսով։
Հետո սրանից յետքը ուրեմն ինչ կանեմ, որովհետև դակավին իմ ասենք թե այդ դիտարկման փուլում նշած եմ որոշ ասենք թե բանալի բարեր, զորօրինակ, բանալի արդայություններ, մանավանդ բանալի բարեր, եթե պետք ունեմ, պետք է գնամ որոշ ասենք թե հունարեն կամ եբրայերեն լեքսիկական բառարաններ կան, որ ավելի ինձ ցույց կտան նրանց իմաստները, քերականական գաբերը, այդպիսի բաներով կսպաղվեմ։ Հիմա ցեզ համար եղբայրներ ջան, սա իմ մոդեցումս է, նրա համար հետո ավելի հագիր չամառոտ ցեզի ամփոփում պիտի դամ սրա։ Ինչու որովհետև հիմա եթե որոշ բարեր կան, օրինակ, եթե ասում եմ արտարացում, արտարացման սահմանումը ոնց կարամ ես գտնել։ Իմ խելքից էս չէ թե որոշ գործիքներ, հավատարիմ գործիքներ պետք է ունենամ, որ կարամ դիմել գնալ այնտեղ։ Արտարացում ինչ կնշանակի։ Սուրբ գրքից հա կարաս ասել, որոշ համարներ բերել, բայց երբեմն որոշ բաներ կա, որ Սուրբ գրքի մեջ չես տեսնում, եթե հունարենի կամ եբրայերենի հետ կապ ունեցող այդ բառարանները չես օգտագործում, որովհետև կարևոր են նրանք։ Մի քիչ հմտություն ունենալը լավ է նրանց վրա։ Bible Zoom այդ ծրագիրը, որ ռուսերենով կա, այդպեսի գործիք օգտագործելն ված չէ, եթե չեք օգտագործած, կարաք ինտերնետում նայել Bible Zoom անունով։ Բանալի բարերի այդ հետազոտությունների համացան։ Հետո ինչ կանեմ, ուրեմն տեքստի էքզեգետիկական, այսինքն տեքստի կառուցվածքը գչանամ հասկանալ։ Ինչպես որ մի քիչ առաջ նայեցանք, չէ, 1 Թեսաղոնիկեցիների 1:8-10։ Նայեցանք, որ առաքյալը այո գխոսա ավետարանի մասին, որ գասի ազո խոսքը, հավատքը, դարձը, հետո գխոսա գուրքերի մասին, հետո խոսա Քրիստոսի երկրորդ կառուցի մասին եւ ազո բարգությունից ազատելու մասին։ Հոսքը հասկացա, էքզեգետիկական, ինչ որ տեսնում եմ, դիտարկում եմ։ Շատ լավ, հիմա հոսքը հասկացա, անշուշտ պետք է հասկանամ, միևնույն ադեն քարոզի ինչը։ Մարգեդը քարոզի այդ տեքստից։ Ուրեմն հոսքը հասկացա տեքստի այդ էքզեգետիկական մայր խորհուրդը հասկացա, որ սա ինձ պիտի հիմա դանե ինչի քարոզի մայր խորհրդին, որովհետեւ ես կարողանամ ասել, որ ինչ որ տեսա տեքստից, ուրեմն սա է եւ պիտի լինի իմ քարոզի առաջարկը, տեզիսը, ինչ որ պիտի առաջարկեմ ժողովրդին, իբր քարոզից թեման, սա է, այդպիսով, եւ հա, հիմա այստեղ մենք երբ ներկայացնում ենք քարոզի մայր խորհուրդը, մենք կարանք հաստատական ձևով անել կամ հարցական ձևով անել, հաստատական կամ հարցական, այսինքն մենք կարանք ասել, մենք այսօր պիտի ուսումնասիրենք զորնակ հավատով փրկության մասին։ Դու կարաս ասել ոնց է, ինչպես է հավատով փրկությունը, զորօրինակ։ Հարցական կարող ես տալ կամ հաստատական։ Սովորաբար հաստատականը ավելի նախընտրելի է, բայց հարցականն էլ լավ է, ինչու որովհետև մտածում է մեկը, որ օքեյ, ինչի մասին է նյութը, հարցը սա է։ Նրա համար է, որ մենք ասենք առաջարկը հաստատական կերպով դրվի կամ հարցի միջոցով դրվի։ Հետո սրանից հետ կա անշուշտ հիմա, որ քարոզի առաջարկը մենք հասկացանք տեքստից, ինչ պետք է անենք, հաջորդ փուլը կամ քայլը ինչ է։ Լրացումները, հա, լրացումները պետք է գտնենք։ Եվ այստեղ է, որ անշուշտ յետքը պիտի խոսանք սրա վրայով, որովհետև դեռ դակավին չաշխատեցանք լրացումների վրա։ Դերեկամի մեր հաջորդ դասընթացի մեջ կեսօրը հետքը պիտի քարոզի կառուցվածքի վրա խոսանք եւ նրա մեջ պիտի սկսանք կամած այդ լրացումներով վրա խոսալ, ինչու որ օքեյ, ոնց կարող ենք մենք լրացումները մեջտեղ անել տեքստից քարոզի մեջ։ Հիմա երբ արդեն աշխատում եմ իմ այդ լրացումների վրա, պետք է ինչ անեմ, միշտ նկատի ունենամ, որ լրացումներս այդպես կմտածեմ, այս լրացումը համահունչ է տեքստի մարգեդի հետ եւ անշուշտ քարոզի մարգեդիս հետ այս բարակային։ Եթե ոչ, պետք է էլի վերանայեմ։ Եվ հետո անշուշտ պետք է մտածեմ վերնակրի մասին ալ գխոսանք հետո։ Երբեմն մարդիկ կա, օրինակ վերնակիրը քարոզին տեքստը գարտալի հետ կմեկ դոր վերնակիրը դնում է։ Ամենասխալ բանն է հատիկա։ Տակավին տեքստի մարգեդը չգիտես, տակավին քարոզի մարգեդը չգիտես առաջարկը, նրա լրացումները չգիտես, ոնց կարող ես վերնակիրը դնել։
Վերնակիրը կարա փոխվել։ Նույնիսկ եթե դրիր վերնակիրը կարա փոխվել, մի արեք այդպես։ Ավելավա սպասեք, վերջը դրեք։ Եվ վերնակիրը կարաս հաստատական դալ, հարցական դալ, բայց միշտ վերնակիրները լավ կլինի սուբկրային լինեն։ Ինչու երբեմն քարոզիչներ կան, որ նրանց վերնակիրները ահռելիորեն դրամատիկ ցևով կամ ասենք թե այսօրվա տրենդների համաձայն այդպիսի արդայություններ բաներ կլինեն, որ հետո օրինակ արի ազուն չղայնացնենք, հա, որպես ուշադրությունը գրավ է, հա, չէ, եղբորը ասած շիդագ է, հա, որ այսին ինչու այդպեսի, եւ որ տեքստը ասում է օրինակ Cute սամարացու, հա, ինչու, չէ, ցերսազները շիդագ են, այսօրով այդպեսի բաներ երբեմն կանեն, որպեսի ավելի ուշակրավ լինեն մեր ասենք քարոզները, եւ իհարկե եղբայրներ ջան, մեր քարոզների վերնակիրները, բացական քարոզի վերնակիրները ինչի համահունչ պետք է լինեն։ Քարոզի վերնակիրը ինչի համահունչ պետք է լինի։ Ինչի մարգեդին։ Քարոզի մարգեդին։ Ոչ թե տեքստի մարգեդին, քարոզի մարգեդին։ Քարոզի մարգեդը վերցված է տեքստից։ Քարոզի մարգեդից։ Ինչու ասեմ, նայ, օրինակ տամ։ Այս շաբթվա գրվածքով կտեսնես արդեն։ Բողոս Սարակյալը եւ որ Դիմոթեոսի գասե։ Զոր օրինակ։ Բողոս Սարակյալը եւ որ Դիմոթեոսի գասե։ Դիմոթեոսի մեջ։ Իբր Ազոզ արա, այսպես եղիր, այսպես մի եղիր, օրինակ սիրով, բանով, գիտես, հավատքով եւ այլն։ Ումի մասին գխոսա Բողոս այդտեղը։ Առաջնագարկորեն Դիմոթեոսի մասին։ Սա տեքստի մարգետն է։ Գաբունի նրա հետ Դիմոթեոսի, բայց երբ որ դու քարոզի բիդանես, քարոզի մարգետում Դիմոթեոս մի չի լինի։ Բողոս Սարակյալ Դիմոթեոսի ոնց խրախուսեց։ Բողոս Սարակյալ ոնց ազո մարդուն խրախուսում է, կամ ազո խոսքը ոնց ազո մարդուն խրախուսում է, որ լինի նա։ Ինչու որովհետև մեր քարոզի առաջարկը լա հաստատական կամ հարցով պետք է ներգրավե մենքը։ Դու չեմ ասում մենքը։ Ինչու որովհետև երբ մենք խոսում ենք, մենք եկեղեցվով խոսում ենք, հավատացյալներին խոսում ենք առաջնագարկորեն, so մենք ոնց պետք է անենք։ Բիճի ասես որ Դիմոթեոս ոնց պետք է անեն։ Սա էքզեգետիկային հետ կապ ունի, բայց այդ կամրջելով այդ ճշմարտությունը այսօր ազո մարդուն հովիվին է այդ իմաստով։ Որբեսի ներկայացումը հովիվի մասին խոսի, ազո ծառայի մասին խոսի, ոչ թե Դիմոթեոսի միայն։ Ինչու որ մեր տեքստը այսօրով բացատրական քարոզի միջոցով գիտեք չէ, էքզեգետիկական ճշմարտությունը պետք է գամրջվի նրա անժամգետ հավիդենական ասենք թե առնչությամբ այսօրվա հետ, որովհետեւ մենք կարանք օգտագործվել նրանից եւ գիրառում անենք կամ գիրառումներ անենք։ Հիմա վերնակիրը դալեսյետկը, հիմա որ հասկացա քարոզի մարգետը ինչա, տեքստի մարգետից վերնակիրը կարամ տալ, մինչև այդեմ լրացումներս արդեն ներկայացրեցի, եւ հետո սրանից հետ կդեոր գնում եմ բացատրական կրկերու եւ էքզեգետիկական կրկերու։ Ինչ է դարբերությունը բացատրական կրկերու եւ էքզեգետիկական կրկերու։ Իբր կոմենտարիաներ, ինչ է ամենակարևոր դարբերությունը։ Էքզեգետիկականը հանում է մեջից։ Կրկերու դարբերությունը։ Ինչով կդարբերի էքզեգետիկական կոմենտարիան, բացատրական կոմենտարիան։ Գիրառում չկա էքզեգետիկայի մեջ, էքզեգետիկական կոմենտարիայի մեջ, մյուսը գիրառում կամ գիրառում եւ կամ առնչություն հետևանքներ այդպեսի ունի այնտեղը։ Եվ այնտեղը ավելի քարոզչական, ասենք թե վերնակիրներ, մարգետեր, լրացումներ կունենաս, քան թե էքզեգետիկականին մեջը։ Բայց եթե կան գրքեր էքզեգետիկական, նրանք կորոշեն վերջի դեղատրում են հոմելևտիկական ալ ոնց որ ուրվակից։ Այդ տարբերարց է, տարբերությունները կան։ Ուրեմն հիմա այս փուլի մեջ Մակովս TV 9 գնում եմ օրինակ գարկմը դարբեր կոմենտարիաներու այսպիսով որբեսի ստուկեմ էլի։ Միտե իմ մարգետը շիդագ է, իմ մեկնաբանությունները շիդագ են, սխալ բան մռած եմ։ Այո, աշխատանք կա եղբայրներ ջան։
Հետո սրանից հետո գսկսեմ իմ նշումները սավակել։ Քարոզի մասին կխոսամ։ Հավաքել, ինչ որ այստեղը դեղագատվություն ունիմ հավաքում եմ։ Եվ հետո ուրեմն ինչ կանեմ լրացումների առնչության դասավորում եմ անցումներ դեղատրում եմ։ Հիմա անցումներու մասին մի խոսամ, հետո պիտի խոսանք, եւ որ քարոզի կառուցվածքի վրա մանրագրգիտ խոսանք։ Եվ գասեմ հետո անցումները ինչ են, նրանց նպատակը ինչ է, ոնց կարանք անցումներ անել այդպիսով։ Բայց ամեն մի լրացումի միջև անցում պետք է լինի։ Չես կարող ասպես անել ամենադեն զորոնակ։ Առաջին գեդը սա էր, երկրորդ գեդի անցնենք, երրորդ գեդի անցնենք։ Կան կարոզիչներ այդպես կանեն։ Լավ չէ։ Ես չեմ ասում մեծ մեղք ունի, բայց լավ չէ։ Ինչու որովհետև դու աստեղը ուզում ես որ ավելի սահուն հոսք ներկայացնես եւ որոշ բաղադրիչներ կան լրացումների մեջ, որ պետք է ներկա գտնվեն, ելի պիտի խոսանք սրա վրա, որովհետեւ մեր կարոզը ավելի հեշտ լինի։ Չէ՞ թե ոչ շատ դյուրին ասել առաջին գեդը եղավ վերջացավ, հիմա երկրորդ լրացումին գեդին կամ ենթագեդին գնում ենք, հետո երրորդին, հետո միաբաղաղ կլինի։ Ուրեմն հիմա սրանից հետ կնե որ իմ լա ներածականս եւ եզրակացությունը այնտեղ կան փոչացնեմ եւ լավ կլինի եղբայրներ ջան թե ներածականը ներածությունը գրի առնված լինի գամ լրիվ գամ նշումներով ասենք կետերով ինչու որովհետեւ երբեմն կարոզիչներ կան որ չեն անում սա եւ նրանց մոդեցումը ներածականի միշտ նույնն է միաբաղաղ կլինի օրինակ տամ օրինակ մեկը գարա բամությունը պատմել շաբթվա դրվածքով եւ սկսել ադոր մասին խոսել հետո ցեվով գաբել կարոզի մայր թեմայի հետ եկան որ տեսնել որ նույնն է միաբաղաղ է չի աշխատած վրան որ դարբերություններ ունենա իր մոդեցումը այո Ասենք ես ոնց հասկանում եմ Բելիսանից չի որ ես այդ ձևը պատկերացնեմ այդ ձևը անելու տարբեր սափորների նստած քարոզը ասենք քարոզի ժամանակ ասենք կաֆեդրայի մոտ կանգնած ես կամ ման չեմ ասեմ դաստալու ուսուցման պատգամ տալու կամ քարոզելու ժամանակ ասենք այդ մի ապաղաղ որ ասենք անընդհատ կանգնած նույն դիրքն կամ բանում խոսում է սովիկ ախպեջան ասենք մարդկանց արդյոք մենք այդ 35 րոպե թե 1 ժամա 20 րոպե պատգամը տալուց արդյոք չեն ձանձրացնում ինչի առումով գանգնելու կամ բանը տալուց որ ասենք անընդհատ մի տոնով կամ մի բանով հիմա սրա մասին պիտի խոսենք ներկայացման փուլում հիմա մենք քարոզը երկու մաս է բաղացած է քարոզի պատրաստությունը եւ ներկայացումը ամենավերջը պիտի անենք մեր վերջին դասում այո ինչու որ այդ բաները ժեստերին ներկայացման ոճի խոսակցության աչքի կոնտակտի այդ բոլորը այնտեղը պիտի խոս այո մերսի հա այսինքն եթե մենք համարները դասավորում ենք այսինքն այս առաջ երկու համարը ստա մասին են խոսում կամ այս երկու երրորդ համարները ստա մասին են խոսում այս դասավորության մասին է խոսքը հիմա դասավորենք այդ համատեքստը կա որ մենք խոսում ենք դու նշումների մասին խոսում ես հիմա նշումները ամեն մեկը դարբեր ծևով կանեն մինչև այնադեմ որ քո նշումներում ներկա են այդ ասենք թե բանալի բարերի ասենք մեկնաբանությունը այդ կարևոր շարայուսական գաբերի ասենք թե բացատրությունը անշուշտ այդ հատվածի կամ համարի մեկնաբանությունը նրա գիրառումը ըստ քո առաջարկի հետ կապ ունեցող լրացման ենթագետ այսինքն so ամենը նրան այսին պիտի դու քո ծևերով նշումները բաները դանես ես ցես պիտի ցույց տամ կարող է մի քանի օրինակներ այսօր եւ վաղ առավոտ որովհետեւ տեսնակ իմ մոդեցումս բայց ամեն անց եղբայրներ ջան նրա մոդեցումը ունի ինչպես ասի եղբայրներ կան որ այս բոլորը նրանք պարարպար գրում են պարարպար այսինքն ավելի լավ է որ համարը կարած լինի էլի դրանք ճիշտ է դա ինչպես համարը կարած լինի այսինքն այս համարները ստա մասին է խոսում ու ճիշտ է որ այդ համարներով շարժվել է հա հոսքը պետք է հստակ լինի այդ առաջընթաց հոսքը այնտեղ պետք է լինի քեզ համար լավ է եւ ըստ Սուրբ Գրքի համաձայն է գիտես հիմա հա երբեմն հարգը բանջում է որ զորօրինակ դու առաջին երկու համարի մասին խոսում ես եւ 5-րդ համարը գաբ ունի
Կարաս այդպեսն ադեններ գլինի, բացառական կարոզը սա չի նշանակում եղբայրներ ջան, որ միշտ պետք է, եթե 3 կետ ունես, 3 լրացումներ ունես, օրինակ առաջին 2 համարները, երրորդ եւ 4-րդ եւ 5-րդ համարները, հետո 6 եւ 7 համարները, այդպես շարունակական ընթացքով լինի։ Ոչ, երբեմն կարող է 1, 2 եւ 5-ը այստեղ լինի, 3 եւ 4-ը այստեղ լինի, հետո 6 եւ 7-ը լինի։ Կարա, կախում ունի։ Բայց սովորաբար մեծամասնությունը ադենը այդ նույն շարունակական հոսքով ինչպես որ է համարներու թվերը, ինչու որև սա արտահայտում է առաքյալի զորնակ տրամաբանությունը այդ հոսքով որ խոսած է, բայց երբեմն կարող է որ ինքը բան մը ասե, հետո ընդմիջե ուրիշ բանով, հետո ետ վերադառնա այդ առաջին թեմային։ Նրա համար է որ պետք է նկատի ունենանք սա։ Հիմա ուրեմն նշումներս կհավաքեմ, ինչպես ասեցի, անցումները գանեմ, հետո իմ նախապանս ներազությունս այսինքն եւ եզրակացությունս կտնեմ, այշուշտ դարբեր եթե պատկերազարդումներ, նկարազարդումներու գարիքը գա եւ պետք է լինի մեր կարոզների մեջ, նայեցեք, շատ կարոզները լսած եմ, ուր միայն բացադրություն է եւ գիրառում է, բայց պատկերազարդում չկա։ Կարոզիչի կողմանը։ Լավ չէ։ Լավ չէ։ Ինչու որ պատկերազարդումներ գտնելը, ներածագանի վրա աշխատելը սրանք ժամանակ կվերցնեն։ Ես ալ կարող եմ օրինակ բամությունը մտածել այս շաբթվա դրվածքով, որ գծնել բանով մանել, ասենք թե կարոզից առաջ եւ սկսել խոսել կարոզի մասին։ Բայց հասկանամ, որ արդեն ադիշիդակ մոդեցում չէ։ Սկիզբը հիմա պիտի խոսանք ներածագանի մասին, եզրակացության մասին, եզրանկման մասին, ինչպես պետք է անենք այս բաները բոլոր։ Հետո ուրեմն ինչ կանեմ, հետո էլի վերջացնել այդ կմի ստուգում եմ, ինչ որ արեցի, դասավորում եմ, փոփոխություններու եթե ենթակա բաներ կա պետք է լինի, կանեմ, գիրագի արավոտ, սա իմ սովորությունս է, գիրագի արավոտ կանուխ եւ օր արդնամ, կարոզի վրային անցնեմ, իմ, ասենք թե թերի մասերը կսրպակրեմ, մի կստարմ է, մա կարոզը կարող է ուրպատ վերջացրեցիր, 5 շաբթի վերջացրեցիր, շաբաթ ադի չգիտեմ, ամեն մարդ տարբեր է, բայց չի ցկեք մինչև վերջին վարքյան, բայց գիրագի արավոտ, եթե գիրագյորվա կարոզ է, անպայման մի հատ վրային անցնեմ։ Մի ժամ ու գես, սովորաբար մի ժամից մի ժամ ու գես կվերցնեի դες, որովհետեւ իմ սրբակցությունները անեմ։ Այո, հետո կարոզը գդաս, այո, ավետարանի գոչալ գդաս, պետք է ամացան, ուղղություն գդաս հավատացյալների, ոչ հավատացյալների գիրառումները գդաս եւ այն, եւ հետո վերջը աղոթքով մնացիր։ Քոնե գիրագյորը եւ երկու շաբթի օրը, ինչու հովիվներս մենք երկու շաբթի օրը սովորաբար մեր, ասենք թե արցագուրտի օրն է։ Մի օր շաբաթը, սովորաբար, ինչպես։ Բայց ասին մի խոսքով աղոթքով մնանք, ինչու որբեսի ասված թող շարունակի աշխատել մեր լսարանի սրդում, մեր ասրդում։ Թող չի լինի, որ գիտեք, երբեմն այդ փորձությունը ունենք, այդ փորձություն ունենք, որ կարոզեցի վերջացավ, բրձա ազատեցա, փերը իջավ վրա ես։ Այդ մոդեցումը թող չի լինի։ Հաբա փերը թող մնա դագավի մեր վրա, փերը թող մնա աղոթքով շարունակենք, առնվազն գիրագի երկու շաբթի, որ դերը թող շարունակեք կորզել նրա միջով։ Ես չեմ ասում շաբթվա դրվածքով չենք կարող այդպես շարունակել անել աղոթքով։ So, այսքանով եղբայրներ ջան, հաջորդ դասի մեջ ինչ պիտի անեմ, վերականգ պիտի անեմ սա։ Առաջ որ շարունակենք մեր հաջորդ մասը, որ է կարոզի կառուցվածքը։ Նրա հիմնական պաղատրիչները, արդեն իսկ խոսում ենք նրանց վրայով, բայց ուրիշ ծևով պիտի ներկայացնեմ ցեզ, որովհետեւ ավելի դպավորիչ լինի։ Ովի հարցեր առաջ որ աղոթքով ջաշի գնանք։ Ինչպես։ Thank you very much. Սկիզբ չհասկացա, ակնկալում եմ հայերեն, հա։ Հակոբ եղբայր, աղոթես։ Հա, այո։ Ասա ներող կլեք էլի ուղղակի սպերջերի մավորասի ես ուղղակի լսել եմ չգիտեմ որ իր մեծ ռեկլամակացած եղել որ մեր Ֆիլիպ Մորիսն այլ է թե որ ընկերությունը սիգարետ Իրանը կարա որ մեր ընկերությունից օգտվում է քանաճանա ջեսինչ սպերջանը ավետանիչ ու ինքը միանգամից գցել է ես այդ ձևը լսել որ այլևս ազատ կլա էլի ես սա լսել ճիշտ է չէ որ բանը դիոշ մոտա Ժամանակ լսում եմ օգտակար։
Բայց կարծեմ այդ ռեկլամից հետո ինքը թարգում։ Եղբայրս հիմա էլ ունենք այդպիսի մտածողներ, որ որոշ բաներ որ մարդիկ ձգում են, որ օգտակար է, այսինքն բժշկական գետնի վրա։ Ես չգիտեմ, բայց ադալ ուրիշ թեմա է։ Հակոբ եղբայրս աղոթես մեր հացի համար։